Դատական իստանության բացված, դրմբաց դատական իստում շանակում է թիվ 633-01-25 գործիքնությունը, որը վերաբերում է Երևանի հայցին ընդդեմ Սաղաթել Սուքասյանի Հայաստանի Հանրապետության քրեական դիսկրետի հանդիսին 4 հատվածի առաջին մասով։ Դատական իստերի քարտուղար զեկուցել դատական իստին ներկայացած եւ չներկայացած անձանց վերաբերյալ։ Պատասխանատվական դատական իստի ներկայացել է Զուժովի Երեմյանը դատական իստին չներկայացել Խաչատրակոց անձով Զուժովի ներկայացուցիչ պարոն Մաթեոսյանով համապատասխան դիմում է հասցեագրի դատարան, դատական իստին չներկայացել Մեղաբյալ Սաղաթել Սուքասյանը, միջդատական իստի սկսվել է հեռախոսազանգի միջոցով կապն հաստատել վերջինիս հետ, ով տեղեկացրել է դատարան աշխատակազմին, որ այսօր դատական իստին չի կարող ներկայանալ, որոշակի խնդիրներով պայմանավորված է։ Դատարանը արձանագրում է, որ դատական իստին նույնպես չէր ներկայացել, դատանագրություն էր հասցեագրել ոստիկանության համապատասխան ստորաբաժանում, Սաղաթել Սուքասյանի տվյալով վերապահովելու եւ դատական իստի վերջին ներկայացումն ապահովելու համար, ինչպես փաստվեց դատական իստի քարտուղարի կողմից անձտեղյակ է դատական իստի վայրի ժամանակի մասին, սակայն որպես այդպեսին չեն ներկայացվել կամ չի ներկայացել։ Ամեն դեպքում ունենք այն, որ Մեղաբյալը չի ներկայացել դատական իստին։ Իհարկե ասում եք։ Հարգելի դատարան արդեն բավականին տևական ժամանակ է, որ մեծահարուստ Սաղաթել Սուքասյանը, ով ունի Մեղաբյալի դատավարական կարգավիճակ, ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորում դատանի նկատմամբ, նույն վերաբերմունքը դրսևորվում է նաև ոստիկանության տաշիրի բաժնի կողմից, քանի որ դատանը բերման ենթարկելու որոշման պահանջների կատարումը հանձնարարել է ոստիկանության տաշիրի բաժնին, մինչդեռ ոստիկանության տաշիրի բաժինը չգիտես ինչու միգուցե ինչ-որ կապ ունի արդեն, իմ մոտ ողջամիտ կասկածներ առաջանում, որ մեծահարուստ Սաղաթել Սուքասյանի հետ ոստիկանության տաշիրի բաժինը ունի սերտ կապեր եւ այդ հանգամանքով պայմանավորված արդեն քանի անգամ ոստիկանության տաշիրի բաժինը դիտավորյալ չի կատարում դատական ակտի պահանջները։ Ես վստահ եմ, եթե բերման ենթարկելու որոշումը իմ վերաբերյալ կայացված լիներ, ձեռնաշղթաները կհագցնեն միանգամից կբերեին դատարանից։ Անհասկանալի է, որ հենց ոստիկանության վերաբերմունքը ինչ է նշանակում Սաղաթել Սուքասյանը չի ներկայացել։ Սաղաթել Սուքասյանը պետք է չներկայանա, պետք է նրան ներկայացնեին, որովհետև դատանը բերման ենթարկելու որոշումը կայացրել, ոստիկանության տաշիրի բաժինը փաստացի չի կատարում դատանի որոշման պահանջները, եւս մեկ անգամ հիմա դատանին միջնորդում եմ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատանի գրություն հասցեագրի գլխավոր դատախազին, որպեսզի ոստիկանների նկատմամբ նախաձեռնվի քրեական բարույթ, դատական ակտի պահանջները դիտավորյալ չկատարելու համար, ինչպես նաև դատանի միջնորդում եմ եւս մեկ անգամ կայացնել բերման ենթարկելու մասին որոշում Մեղաբյալ Սաղաթել Սուքասյանին եւ որոշման կատարումը հանձնարարել ոչ թե ոստիկանության տաշիրի բաժնին, այլ որոշման կատարումը հանձնարարել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, այսինքն ԴՀԿ-ին։ Դատական պրակտիկայում ես բազմիցս դեպքեր գիտեմ, որ քրեական գործերով բերման ենթարկելու որոշման պահանջները ի կատար են ածում նաև ԴՀԿ ծառայողները, այսինքն նրանք նույնպես, քանի որ նրանք հենց կոչված են կատարել դատական ակտերի պահանջները։ Տվյալ դեպքում դատարանն է որոշումը կայացնում, հետևաբար հենց դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պետք է այդ որոշումը ի կատար ածի։ Հիմա միջնորդում եմ, որպեսզի դատարանը եւս մեկ անգամ կայացնի Սաղաթել Սուքասյանին բերման ենթարկելու մասին որոշում եւ արդեն իմ մոտ նաեւ ավելի խիստ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն է առաջացել, ես նախնական միջնորդել էի բացակայելու արգելք, բայց հիմա միջնորդելու եմ արդեն տնային կալանք հաջորդ դատական իստին, երբ որ Սաղաթել Սուքասյանը ներկայացվի դատարան, միջնորդելու եմ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը եւ որպեսզի արդեն պետական ծառայողները վերջինիս ներկայացնեն դատական նիստերին, դրա արդյունքում չխոչընդոտվի դատական նիստերի բնականon ընթացքը։ Տևական ժամանակ է Մեղաբյալը ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորում դատարանի նկատմամբ եւ անհարգելի պատճառներով հրաժարվում է ներկայանալ դատական նիստերին եւ ոստիկանությունն չի կատարում դատական ակտերի պահանջները։ Այսքան ժամանակ է զերծ է մնացել ոստիկանների հաղորդում տալուց, բայց քանի որ ոստիկանները արդեն չարաշահում են այս ամեն ինչը, իմ բարեկիրթ վերաբերմունքը չարաշահում են, դրա համար ես ինքս արդեն խիստ միջոցներ եմ դիմելու, եթե դատարանը հիմա քրեական գործ հարուցելու միջնորդությամբ չդիմեց գլխավոր դատախազին, արդեն ես կքննարկեմ իմ կողմից հաղորդում տալու նպատակահարմարության հարցը։ Կխնդրեք իմ երկու բարձրացված երկու հարցերն էլ անդրադառնալ։ Դատարանը արձանագրում է, որ Մեղաբյալը
Դատական նիստին չի ներկայացել, դատարանը նախկինում միջոցներ ձեռնարկել եւ հարկադարձ ներկայացնելու մասին որոշում կայացրել եւ ներդրել ոստիկանության ստորաբաժանմանը հայտնաբերելու, ներկայացնելու, սակայն պայթյունությամբ մեղադրանք չի ներկայացվել դատարան, ուստի որոշում է կայացնում հարկադարձ դատարան ներկայացնելու մասին Սաղաթել Սուքիասյանի եւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը բնակության վայրի կանոնների որոշման կատարումը միաժամանակ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից կպահանջի տեղեկատվություն, թե ինչու մինչ այժմ ինչ միջոցներ են ձեռնարկել եւ ինչու մինչ այժմ չի ներկայացվել Սաղաթել Սուքիասյանը դատական նիստին։ Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի նորություն ներկայացնելուն, ապա դատարանը կրկին անգամ դժոխին բացատրում է, որ նման ցանկություն ունենալու դեպքում դժոխ կողմը կարող է անձամբ դիմել համապատասխան դիավասում մարմիններին ներկայացնել հաղորդում, եթե գտնում է, որ ենթադրաբար անձանց կողմից կատարվում է համապատասխան քրեական մեթոդով չթույլատրված արարքներ, սույն դեպքում դատարանը բավարարվում է ոստիկանության ստորաբաժանումից համապատասխան տեղեկատվություն ստանալու վերաբերյալ գրություն հասցեագրելով եւ համապատասխանաբար անձին հարկադարձ դատարան ներկայացնելու մասին որոշում կայացնելով։ Եվ վերօրյալով պայմանավորված դատական նիստը հետաձգվում է Ունեցի 24-ին մեզ մոտ դատական նիստում է Բայց ժամը 4-ը հնարավոր է։ Ավելի շուտ, այո։ 2-ին, 3-ին։ Այո։ Այդ դեպքում դատարանը որոշում է դատական նիստ հետաձգել եւ վերանշանակել 2026 թվականի հունիսի 24-ին ժամը 14:00-ին։ Դատական նիստի վայրի ժամանակի մասին նաեւ կծանոթվի ուժուղի ներկայացուցիչը։ Դատական նիստը հայտարարում եմ փակված։ Հաջողություն, գրությունը հանձնարարեք տան։ Իհարկե, սպասեք, բանում